գործունեության Վահան Հովհաննիսյանը ինչպիսի քաղաքական մշակույթ բերեց եւ ինչն էր նրան առանձնացնում։ Գիտեք, Վահանը ոչ ստանդարտ կերպար էր, էլի, այսինքն շատ տարբերվող էր։ Իր ամեն ինչով, իր ապրելակերպով, իր կացուտաձևով, իր ինտելեկտով, իր ամեն ինչով։ Ես միշտ ցավում եմ, որ մենք կենթանության օրոք ի վիճակի չենք մարդկանց գնահատել։ Չգիտեմ, կարող մի քիչ վատ բան եմ ասում, բայց երևի ընդհանրապես մեր ժողովուրդը, էլի, այդ չի վերաբերում քաղաքական գործիչներին, նաև հաճախ մեր հարազատներին, մեր շրջապատին, այսինքն Վահանը համահոտն էր քաղաքական դաշտ։ Իսկ ինքը ամենածայրահեղ կերպով կարող էր քննադատել ընդդիմության եղած ժամանակ իշխանությանը, բայց շատ նորմալ ընդունեին դիմացինը, որովհետև գիտեին თუ ինչ կար մեջը, բայց կար սուր քննադատություն։ Ինքը յուրահատուկ կերպար էր։ Քիչ առաջ մի պատմություն էի հիշել, ես բախտ եմ ունեցել երկար ժամանակ լինել Վահան Հովհաննիսյանի օգնականը եւ խորհրդականը, նաեւ այդ իմաստով շատ բան եմ սովորել։ Մի հանդիպում կար խորհրդարանում, միջազգային պատվիրակություն էր, պատվիրակության ղեկավարը իռլանդացի էր։ Հանդիպումը իր աշխատասենյակում էր նախատեսված 20-25 րոպե արվա կարգով պարզապես մի 20 րոպեանոց հանդիպում պետք է լիներ, որ պատվիրակության ղեկավարը մտավ իր սենյակ, անուն հիմա մոռացել եմ, վախենում ճիշտ չարտաբերեմ, Վահանը սկսեց առաջի մի քանի րոպեն խոսել Իռլանդիայից, այդ ժողովրդի պատմությունից, մշակույթից, գրողների անուններ ասեց եւ այլ, այս մարդը այնքան տպավորված էր, հանդիպումը, որ նախատեսված էր 20 րոպե, տևեց ժամ 20 րոպե։ Ու այդ ամբողջ ընթացքում այդ արողակարգը անընդհատ փորձում էր մի կերպ փրկել, որովհետև հետո այլ հանդիպումներ կային, վերջում այտենց խմիչքով բանով ձև ավարտվեց այդ պաշտոնական հանդիպումը։ Այստեղ մենակ Վահանի տրամադրությունը տեղն էր ու վերջացավ, այսինքն այդ լրիվ ուրիշ կերպար էր ու այս օրերին շատ պետք էր ու ամեն օր իր կարիքը մենք տեսնում ենք եւս։ Պարոն Սանձրյան, դուք որպես այդ ժամանակ սկսնակ քաղաքական գործիչ, ինչ էր սովորեցիք Վահան Հովհաննիսյանից, որը մինչև այսօր շարունակում եք այդ սովորությունը։ Գիտեք, շատ բան եմ սովորել։ Շատերի մոտ տպավորություն է, որ Վահանը պիտի sense անկեղծ բան ասեն, ոչ ստանդարտ էր, կարգապահության բան իմաստով, բայց եթե ինքը որոշում էր մի բան, դա անում էր։ Ես 2007 թվականի նախագահական ընտրությունների 5 ամիսը 18 ժամ կողմ եղած, նույնիսկ իր հեռախոսների մոտ ա եղել, ամեն օր սովորելու բան կար։ Սկսած մարդկանց հետ շփումներից, անսպառ գիտելիքների պաշարում էր։ Երբեմն կարող էր առողջապահությունից խոսել, որ ժամերով լսեի, այսինքն բաներից կարող էր խոսել, որ գրքեր կարող է կարդացած լինել, որ ընդհանրապես մտքովդ չանցներ։ Այդ իմաստով ասում եմ, մենակ հավեսը տեղաններ, տրամադրություն ունենար, այդ երջանկություններ իր հետ շփվելը, ժամանակ անցկացնելը, իր դասախոսությունը լսելը, էլ չեմ ասում իր հետ միջազգային որևէ գործուղման, եթե մասնակցեիր, այնքան վստահ էր, որ պատվիրակությունը ղեկավարը ինչ մակարդակով է ներկայացնել քո երկիրը։ Այս իմաստով ազգային Վահանը ինձ որ ասում են մի բառով բնութագրի շատ դժվար է, բայց Վահանը տեղափոխական էր իր տեսակով։ Դաշնակ ծրկան էր, ազգային մարդ էր ու այդ հարցերում անզիջում էր։ Հասկանալի։ Շնորհակալություն։